Բարև ձեզ աղջիկներ, այս տեսանյութում ես ձեզ կպատմեմ իմ նոր կոսմետիկայի մասին։ Մտածում եմ, որ շատերդ եք սպասել այս տեսանյութին, քանի որ իմ այն մյուս տեսանյութը, որտեղ իմ հավաքածուի մասին էի պատմում, ահա այստեղ դուք կտեսնեք հղումը, շատերն են նայել, մինչև հիմա դիտողներ կան, այնպես որ եթե չեք նայել, մի հատ նայեք։ Հիմա կպատմեմ արդեն նորերի մասին։ Կպատմեմ այն կոսմետիկայի մասին, որոնք այսօր օգտագործել եմ իմ դիմահարդարման մեջ, ընթացքում նաև կտեսնեք ինչպես է այն քսվում, օգտագործվում, որպեսզի ավելի պարզ լինի կարծիքը։ Почему ты помаду накрасил? Սկսեցինք։ Երանգային քսուկ L'Oreal Alliance Perfect տանալի կրեմ, հա։ Ինձ մոտ դա համար մեկն է Ivory երանգը։ Այս քսուկը շատ բարակ շերտով, շատ նուրբ, կարելի է քսել հենց մատներով, ես այդպես էլ անում եմ, եթե չեմ ուզում, որ շատ հաստ լինի շերտը, ուղղակի մատներով տարածում եմ։ Ընդհանուր մաշկը ավելի հարթ է դարձնում, ինչպես հիմա տեսնում եք իմ մաշկը, ուղղակի մի բան պետք է շեշտեմ, որ կամերան ցույց է տալիս ավելի սենց սպիտակ, մի քիչ սպիտակ բլինչիկի նման, դեմքս այդպես չէ իրականում, սա ուղղակի կամերան է, ընդհանրապես վիդեո կամերաները չեն սիրում փայլով քսուկներ, դա հաշվի առեք, իրականում այս սպիտակությունը չկա դեմքիս, կա ուղղակի բնական փայլ, խնամված տեսք, հարթ մաշկ, ու շատ թեթև է այս քսուկը, եթե պլանավորում եք ինչ-որ երեկոյան դիմահարդարում, հաստ շերտ, որ շատ լավ ամեն ինչ ծածկվի, չէ, սա ավելի ամենօրյա, ավելի ցերեկային դիմահարդարման համար է։ Այսինքն կամ BB կրեմն եմ ես սկսում, կամ սա։ Հաջորդը դա կոնսիլերն է, Maybelline ֆիրմայի, երևի տեսել եք այսպիսի կոնսիլեր, շուտվանից էի ուզում գնել, դեռ երբ Ռուսաստանում չէին վաճառում սա։ Հիմա վերջապես վաճառում են ու իզուր չէի այդքան սպասում։ Հիմա հենց աչքերիս տակ կարող եք տեսնել, սև շրջաններ կային։ Հիմա դուք կհամոզվեք դրանում, ինչ վերաբերվում է այս սպունգին, կա մեկ նյուանս, եթե դուք սիրում եք, ասենք, ձեռքի վրա տեղադրել կոնսիլերը, ինչպես ես եմ շատ հաճախ անում, ու հետո արդեն մատներով տեղադրել որոշ մասերի, այդ դեպքում սա հարմար չէ, որովհետև սա հենց կոնկրետ պետք է քսել կոնկրետ մասերի, հենց այստեղից։ Այսինքն աչքերի տակը քսելու համար շատ հարմար է այս մասերի համար, բայց եթե պետք է ինչ-որ կետ, պետք է էլի սրանով տեղադրել։ Միայն դա է անհարմարությունը, բայց եթե դա ձեզ համար նորմալ է, շատ եմ խորհուրդ տալիս։ Հենց ինքը քսուկը, ինքը միջոցը շատ լավն է, իմ երևի էլի Ivory, հա, Cool Ivory 95-րդ համարն է, ինձ մոտ, սա չէ փոշմանի եթե գնեք։ Հաջորդը մի քիչ անցնենք ունքերի թեմային, ինչպես տեսնում եք, մի քիչ վառ ունքեր ունեմ, ինձ համար սա վառ է, ու ընդհանրապես այսպես քսվում եմ, ես արդեն ասել էի, ինչ-որ երեկոյան միջոցառումների, ուղղակի հիմա քսել եմ, որ ձեզ ցույց տամ ինչպես է լինում, ահա այսպիսի ստվերաներկեր ունքերի համար, Max Factor ֆիրմայի Brow Contouring Kit։ Ճիշտն ասած, սա գնել է որպես աչքերի ստվերաներկեր, երբ տեսա երանգները շատ դուրս եկան, նայեք, աչքերի համար էլ շատ հարմար է, հետո արդեն նկատեցի, որ սա իրականում ունքերի համար է ու միևնույն է գնեցի, որովհետև կապ չունի, կարելի է օգտագործել եւ աչքերի վրա, եւ ունքերի, եւ ընդ որում գինն էր շատ նորմալ, աչքերի ստվերաներկերի համար շատ մաչելի գին էր, այնպես որ ուրախ եմ, որ գնել եմ ու հիմա օգտագործել եմ ունքերի համար հենց այս գորշ երանգը։ Ընդհանրապես դուրս եկավ, որ կան, տեսնում եք, եւ շագանակագույն եւ գորշ երանգներ կարելի է խառնել ու ինձ թվում է ամեն մեկը կգտնի իր կստանա իր երանգը ունքերի, դա շատ դուրս եկավ։ Ու նաեւ այս բաց երանգը սա արդեն ունքերի տակի մասի համար է, վերևի, հիմա դուք կտեսնեք այդ ամենը ինչպես եմ օգտագործել։ Նաև այս վրցինն էլ շատ հարմար է օգտագործելու համար, փոքր այսպիսի թեք, ինչպիսին պետք է, մի քիչ կոշտ է, շատ փափուկ չէ, բայց երևի հենց սա է պետք ունքերի համար։ Մանրամասն բոլոր միջոցների անունները, ինչպես միշտ տեսանյութից ներքև կարող եք գտնել։ Հիմա, հա, նաև էլի ունքերին վերաբերյալ, ինչպես ասեցի, սա օգտագործում եմ ավելի վառ դարձնելու համար,
ունքերը կամ լրացնել ինչ-որ բաց թողումներ, եթե կան ունքերում, իսկ սա ֆիքսացիայի համար, այս է իմ ամենօրյա միջոցը, առանց երանգի գել։ Այս անգամ սա Vivienne Sabo ֆիրման է։ Ինչպես տեսնում եք, հիմնականում մատչելի գների միջոցներ են այս անգամ ու բոլորներ իրոք արժանի կոսմետիկա են։ Հա, իդեպ ես նոր նկատեցի, որ սա ոչ միայն ունքերի համար է, այլ նաև թարթիչների, բայց ճիշտ ասած չի օգտագործի թարթիչների համար։ Սա ունի մեծ, ահա, այսպիսի տուշի նման խոզանակ, ու քանի որ գելը անգույն է, դա պրոբլեմ չի, ընդհակառակ աշխատում է հենց ամբողջ ունքի հետ։ Միակ թերությունը, որը կա, դա հենց գելի տեսքն է, տեսակն է, բաղադրությունը շատ թանձր է։ Ինչպես գիտեք, որ լինում են գելեր, ասենք մազերի համար, մազերը ֆիքսացիա անելու համար, հենց այդպիսի տեսք ունի ու թանձր է, շատ ավելի քան մինչ այդ օգտագործում էի, ու դրա հետ կապված ունքերը, եթե սենց ձեռք տանք, շոշափենք, մի քիչ ավելի կոշտ են դառնում։ Միայն դա է, չի ասի, թե մեծ թերություն է, կարևորը իր աշխատանքը նորմալ կատարում է։ Հիմա ասենք իմ ամենասիրած նորությանը, սա կարմրաներկ է, ռումյանը, կրեմի տեսքով, քսուկի, շատ է դուրս գալիս սա տեղադրել այտերի վրա, ընդհանրապես քսելու պրոցեսը շատ է դուրս գալիս, որովհետև այն ոչ թե ինչ-որ բալզամի նման բան է, կպչուն, այլ հենց շատ նուրբ կրեմ, որը շատ հեշտ տարածվում է, շատ հեշտ, ու կարելի է ավելի վառ դարձնել կամ ավելի նուրբ, վառ կետի նման չի մնում այտի վրա, հեշտ տարածվում է ու դառնում է բնական, ինչպես տեսնում եք, ինձ թվում է, այ հիմա երևում է ինչպեսի տեսք ունեն այս ռումյանաները, Maybelline Cheek Hit 20 Rose Flash սիրանգն է, այս ամենը ես կգրեմ անպայման, ու քանի որ անցանք Maybelline ֆիրմայի, նաև շրթներկը մի անգամից շրթներկի մասին կպատմեմ, դա այսպիսի մատիտի նման շրթներկ է, երևի ծանոթ եք, հիմա շատ են գովազդում սա, ինչ է դուրս գալիս, ընդհանրապես տեսքը, ձևը, ինչպես տեսնում եք, շատ սուր ծայր ունի, այսինքն այն կարելի է օգտագործել եւ որպես մատիտ եւ որպես շրթներկ, մատիտ էլ այստեղ պետք չէ, հենց սկզբից այն սուր տեսք ունի ու կոնտուրի համար շատ հարմար է, բայց հետո այն դառնում է գլոր, արդեն շրթներկի նման, ու ես այսպես եմ քսում։ Չնայած, որ ունի իր մեջ, ահա այսպիսի սրիչ, այս սրիչը հենց նրա համար է, որ դարձնի ավելի սուր նորից, բայց սրա ընթացքում, սրելու ընթացքում մենք կորցնում ենք շատ շրթներկ, շատ մի մեծ կտոր շրթներկ, այդ պատճառով ես չեմ սրելու, ուղղակի հենց այսպես էլ քսում եմ, միևնույնն է շատ հարմար է, քանի որ այն սրա դիամետրը շատ փոքր է, սովորական շրթներկի նման չի, սա ինչ վերաբերում է տեսքին, իսկ շուրթերի վրա շատ կոմֆորտ է, շատ հաճելի, ընդհանրապես չեմ զգում շուրթերի վրա, չնայած որ ինչ-որ փայլ կա, շատ անփայլ չի, մատովը չի, միակ էլի թերությունը, ամեն մի միջոց ունի իր թերությունը, միակ թերությունը այն է, որ եթե շուրթերը խնամված չեն, շատ խոնավեցրած չեն, ինչ-որ պրոբլեմ կա, սա չի լինի քսել, այ հիմա ես կարող եմ ինձ թույլ տալ քսել այս շրթներկը, որովհետև նորմալ բալզամ եմ գնել, ես վերջերս օգտագործում եմ նոր բալզամ շուրթերի համար ու շատ գոհ եմ, քիչ հետո ձեզ անպայման ցույց կտամ։ Հիմա արդեն երեկո է, ճիշտ ասած սկզբից տխրեցի, որ չհասցրեցի ամեն ինչ նկարել, բայց հասկացա, որ հակառակը, հիմա կարող եք տեսնել ինչի է վերածվել այս ամենը, օրինակ շուրթերիս վրա մի քիչ նույնիսկ այդ վարդագույն երանգը մնացել է, իհարկե շրթներկը էլ չկա, մի քիչ չորացրել է շուրթերս, բայց ոչ շատ, նաև ինչպես տեսնում եք կարմրաներկերը մի քիչ դեռ կան, ուրեմն աչքերիս տակը ստվերից է, որ կարծես թե սևացած է կամ մքել է, այսպես չի իրականում ուղղակի ստվերաներկերն էր, որը քսել էի, ավելին ասեմ, ոչ մի բան չի թափվել, ստվերաներկերը շատ լավ են, իր տեղում են, ոչինչ չի թափվել աչքերի տակ, նաև մատիտը իր տեղում է, ոչ մի տեղ չի տպվել, մատիտը իսկապես շատ լավն է, մատիտը, որ քսում եմ ձեռքիս վրա, ուղղակի սենց տեսնում եմ, մինչև 5-ը հաշվենք, ասենք 5 վայրկյան սպասում ենք, հետո ես ինքս նույնիսկ չեմ կարողանում փչացնել
պատկերը։ Այսպեսի մատիտ է։ Ունքերս ոչ մի տեղ չեն փախել։ Ինչ վերաբերվում է տոնային երանգային քսուկին, տոնալնի կրեմը, ոչ մի տեղ չի կուտակվել, ամենամեծ պլյուսը դա է, բայց ինձ թվում է մի քիչ ավելի ծածկվածությունը քչացել է։ Էլ այդ էֆեկտը չկա, որ սենց թարմ հասկացաք, չէ, այդ ստոյկость ռուսերեն ասած, դա ոնց որ չկա։ Բայց զատո կոնսիլերը շատ լավ է։ Կոնսիլերը նույն տեսքը ունի, էլի ոչ մի ծալքի մեջ չի կուտակվել։ Կոնսիլերները գիտեք, որ այդ խնդիրը ունեն, առավել ևս որ ես պուդրայով չեմ ֆիքսացիա չեմ արել, պուդրայով եթե կոնսիլերից հետո քսում են, պուդրային տեղադրում, դա չի թողնում, որ կուտակվի կոնսիլերը ծալքերի մեջ։ Ես դա չեմ արել ու դրա հետ միասին ոչ մի բան չկա։ Ահա այդպիսի նորություններ։ Բայց մատիտի մասին չէի պատմել, դե լավ, մատիտը հիմա սկսեմ պատմել մատիտի մասին ու ստվերաներկերի մասին։ Հիմա կսկսեմ պատմել։ Մի քիչ թարս դարավ, դե ոչինչ լավ։ Ու հիմա դեպ մի բան եմ ուզում ասեմ, սմուզի պետք է խմեմ։ Առանց սմուզի հիմա կյանք չկա։ Չեք պատկերացնում, թե սա ինչքան հաճելի ուղղակի զբաղմունք է, ասենք ինչպես սուրճ են խմում մարդիկ, թե են խմում ու հաճույք են ստանում, չէ։ Իսկ սմուզին դա ոչ միայն հաճույք է, այլ նաև շատ օգտակար մի բան։ Եթե ասենք կոֆեինը շատ չի կարելի օգտագործել եւ այլն, ապա սմուզին դա հենց այս սմուզիները, որը ես եմ պատրաստում, անպայման մնացեք ինձ հետ, եթե դες դա հետաքրքիր է։ Բաժանորդագրվելուց հետո զանգակն է սեղմեք, որ տեղյակ լինեք հաջորդ տեսանյութի մասին, որը կլինի, կարող է հենց հաջորդը լինի, կարող է մի քիչ հետո, բայց անպայման լինելու է տեսանյութ շատ օգտակար ու համեղ սմուզիների բաղադրատոմսով։ Ինչպես հասկացաք, հիմա անցնում ենք մատիտին։ Սա Maybelline ֆիրմայի տատու լայներ մատիտն է։ Ընդհանրապես սա այսպիսի սերիա է Maybelline-ի, այսինքն ահա այսպիսի, տեսնում եք, գելեր կա, բայց սրա մասին հետո եմ պատմելու, սա էլ է նորություն, բայց ոչ այս տեսանյութով։ Այս սերիան շատ լավն է Maybelline ֆիրմայի ու ընդհանրապես Maybelline ֆիրմայի գծաներկերը, подводка для глаз, մատիտները, տուշը, ամեն ինչ աչքերի համար այսպիսի բաները, ունքերի գելը շատ լավն են ու որակով հաշվի արեք դա։ Ես երբ տեսա հենց այս խմբի, որ մատիտը կա, ասեցի, որ պետք է փորձեմ անպայման ու չսխալվեցի։ Իրոք որ սա այն մատիտներից է, որ չի տպվում, չի ծորում ժամանակի ընթացքում։ Ու եթե դուք նախընտրում եք մատիտ, այլ ոչ թե գծաներկ, խաչա գծաներկն էլ ունեմ իհարկե, դուք արդեն գիտեք գծաներկի մասին, սա կլինիկն է, բայց մինչ այդ կար Brow Prestige, մի քիչ կամաց էլի, Brow Prestige Maybelline ֆիրմա, էլի շատ լավ գծաներկ էր, շատ լավ։ Միակ երևի էլի դե միշտ ես պետք է թերություններ, չէ՞ ասեմ, միակ թերությունը այն է, որ մեջի ստержень, այս միջին բանը ավելի հաստ է, քան ես կուզեի։ Եթե լիներ շատ ավելի բարակ, գիծ կարելի էր անել, ավելի հեշտ, հա, բայց մի քիչ հաստոտ է։ Հիմա դուք կտեսնեք ինչպես եմ ես դա քսում, հետո կարելի է նաև տարածել, ես սիրում եմ մատիտը միշտ այդպես անել, սենց վրձինով, ու շատ լավ էֆեկտ ենք ստանում։ Ու անցանք ստվերաներկերի։ NYX ֆիրմայի ստվերաներկերն են հազվադեպ երևույթներից է։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչից գոհ եմ մնացել ու իրոք այդպես է։ Ու ընդհանրապես ընտրել եմ այնպիսի բաներ, որ ձեզ պատմելու բան լինի։ Սա այն եզակի ստվերաներկերից է, այսպիսի նաբորից, հա, պալետկա դիզինի, շատ ժամանակ լինում է, որ գնում ենք, ասենք, 15 գույն կա, բայց քսելու ենք մոտավորապես 5-ը, հա, բայց այստեղ բոլոր գույները տարբեր են, բայց բոլորը ինձ համար են, ընդհանրապես իմ մաշկի երանգի ու իմ սովորության համաձայն։ Ու դրա հետ միասին գույները լրիվ տարբեր են, այսինքն կա եւ մուգ կապույտ, ասենք, եւ ընդհանրապես դրա հետ կապ չունեցող ինչ-որ մի բարդովի գույն։ Առաջին հայացքից նայում ենք ու ասում ենք, ինչպես կարելի է համատեղել այս գույները, հա, թե չէ որ այդ պալետկաները երբ ստեղծում են, այնպես են անում, որ համատեղելի լինի
բայց ես փորձել եմ որոշ գույներ, որոնք ընդհանրապես իրար չեն սազում, միասին քսել ու դառնում է շատ լավ։ Դեպ այստեղ կան եւ փայլով գույներ եւ մատովի անփայլ, փայլովը հիմնականում սատինովի փայլ է, այսինքն շատ մանր փայլ է, միայն մեկ ավելի խոշոր փայլով է, любовь, вкус и цвет։ Ուրեմն Eveline Cosmetics ֆիրմայի, սա ինչքան գիտեմ բալի բույժն է, նաև ինձ շատ դուր եկավ, որ SPF ունի, այսինքն արևից պաշտպանելու ֆակտոր 10, SPF 10, շատ լավ է։ Ընդհանրապես շուրթերը շատերը չեն պաշտպանում արևից ու շատ իզուր, դրանից նրանք ավելի շատ են չորանում, այնպես որ երբ սկսեցի վերջապես սա օգտագործել առավոտյան եւ երեկոյան, պարտադիր շուրթերս ուշքի եկան։ Հուսով եմ այս տեսանյութը ինչ որ օգտակար բան բերեց ձեզ, եթե դա այդպես է, բաժանորդագրվեք իմ ալիքին, դրեք լայք, միշտ էլ ասում եմ, որ այս թեման իմ ալիքում լինելու է միշտ մշտական, այո հազվադեպ, բայց մշտական, այնպես որ մնացեք ինձ հետ, մինչդեռ հանդիպում։